Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ադրբեջանի իր մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում բացվել է ԱՊՀ երրորդ խաղերը, այնտեղ մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների սպորտային պատվիրակություններ, նաև մի շարք այլ երկրների, ասենք Թուրքիայի եւ այլ երկրների եւ ահա այդ խաղերի բացման արարողությանը Ալիևը էլի սիրելի խաղալիքներ ցուցադրում իր երկաթե բռունցքը մի կոմպոզիցիա այսպես այդ բացման արարողությանը հրճվում էր նույնն էլ ՄԱԿ-ի ամբիոնում էր տեղի ունենում նա եկել էր ոչ այնքան ասելու թե ինչ է անելու այլ ինչ է արել ու բացատրում էր թե 5 տարի առաջ ինչ է եղել, կարծեք թե մարդիկ չգիտեին ինչ է եղել, մարդկանց ավելի շատ հետաքրքրում էր ինչ է լինելու։ Իհարկե Ալիևն էլ ասաց, որ խաղաղություն է եւ այլն, բայց էլի գործածում էր Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը։ Մենք փաստորեն հասկանում ենք մի բան, այո Ալիևի բանակը այլևս չի մասնակցում Ռուսաստանի կողմից մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմում որպես ռազմական տարր, քանի որ հիբրիդային պատերազմը գերազանցապես ոչ ռազմական եղանակներով տարվող պատերազմն է, բայց այնտեղ կա ռազմական տարրը եւ ի տարբերություն Ուկրաինայի դեմ տարվող 14 թվականից այդ հիբրիդային պատերազմի, որտեղ Ռուսաստանն իր բանակով էր հանդես գալիս, Հայաստանի դեմ այդտեղ օգտագործվում էր ադրբեջանական բանակը։ Քաղաքական գինը բարձրացավ, բայց Հայաստանի վրա դիսկուրսիվ նարատիվային ճնշում գործադրելու հարցում Ալիևը շատ լավ էլ մասնակցում է Ռուսաստանի կողմից մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմում։ Ալիևը նարատիվներ է մատակարարում, դիսկուրս է մատակարարում, այսպես ասենք ֆուտբոլային լեզվով պաս է տալիս, որպեսզի գոլը խփի Պուտինը Հայաստանում։ Հայաստանում էլ կա այդ 5-րդ շարասյունը եւ 6-րդ պալատը, այդ պասն ընդունում է հաճույքով եւ բերանի ծամոնի նման եթերից եթեր տարածում, հրճվում, ծամծմում, այդ էքստազի մեջ ընկնում եւ այլն։ Եվ այդ ամեն ինչը ուղղում Հայաստանի ժողովրդավարության ինքնիշխանության եւ անկախության դեմ։ Իսկ ոմանք էլ ասում են, որ ավելի անկեղծանում են, որ եթե բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն նրան, որ մենք մեր ամեն ինչով պետք է միութենական պետության մեջ լինենք ռուսների հետ, թուրքահպատակ շան որդի են։ Ուղիղ տեքստով է ասում։ Փորձենք հասկանալ այս ամենը ի վերջո մենք օգոստոսի 8-ից հետո ինչպես կառավարենք process-ները, որպեսզի այս ավելորդ բացվող փակվող բերանները փակվեն։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին падգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանասյանը։ Բարև եք եկել, պարոն Աթանասյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ ուրեմն ուրվագծվել է ահա այսպիսի իրողություն, որը մենք պետք է կառավարենք, որպեսզի մեզ չվնասի տրամաբանական։ Ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված հանեցիք։ Առաջին հերթին ուշադրության արժանի է, որ Ալիևը Նյու Յորքում չհանդիպեց Ուկրաինայի նախագահին։ Նախորդ 2 ամիսներին ինտենսիվ խոսակցություններ կային, որ նախապատրաստում է Զելենսկու այցը Բաքու։ Իսկ այդ մասին նույնիսկ Բաքվում Ուկրաինայի դեսպանն է ոչ ուղղակի, բայց
ստողատակելով հասկացել, որ նման քննարկումներ ընթանում են։ Կարծում եմ վախկոտություն էր Ալիևի կողմից Զելենսկուի հետ չհանդիպելու, ամենից հրապարակային տեղեկություն չկա, գուցե ինչ որտեղ սուրճի բաժակի շուրջ մի քանի րոպե խոսել են։ Երկրորդ էականը այն է, որ տեղի չունեցավ Ալիև-Էրդողան հանդիպում։ Որտեղ դա Էրդողանի այցը չէր։ Այո։ ՄԱԿ-ի ասամբլեայի նստաշրջան, նա նախապատրաստում էր Թրամփի հետ։ Այո։ Շատ Թուրքիայի համար էգզիստենցիալ նույնիսկ նշանակության բանակցությունների։ Եվ եթե Թուրքիայի նախագահ Ալիևին դիտարկեր իր տրեկի մեջ, բնականաբար պետք է խորհրդակցություններ ունենար Ալիևի հետ Թրամփին հանդիպելուց առաջ, որովհետև Թուրքիան միշտ էլ Ադրբեջանի շահը նման դեպքերում բաց չի թողել։ Տեղի չի ունեցել նաև նույնիսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շփում Բայրամով Հական, ինչը այսպես ամփոփվեց սեպտեմբերի 27-ին, երբ Էրդողանը սոցիալական ցանցում գրառում կատարեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրվա արդիվ, որ Ադրբեջանում այսպես ճակերտներով կոչում են հիշատակի օր, եւ Ալիևի անունը չհիշատակեց։ Տեքստում թանկագին եղբայր Ադրբեջան։ Սա առաջին, ես որքան հիշում եմ, սա առաջին անգամ է, որ Թուրքիայի նախագահը Ալիևին անտեսում է։ Եվ երկրորդ ու շատ ավելի կարևոր այն էր, որ Էրդողանը ցավակցություն հայտնեց թուրք շեհիդների ընտանիքներին միայն եւ բարեմաղթություններ ասաց Ղարաբաղյան պատերազմի մասնակցած թուրք վետերաններին, իր բառով ասած վետերաններին, սա նույնիսկ արողակարգից դուրս վիրավորանք է Ալիևի հասցեին ակնհայտորեն, որը ստերեոտիպ ունի խորքային պատճառներ, որովհետև մի կողմից Ալիևը հանդես է գալիս որպես թուրքական պետությունների կազմակերպության, իսլամական համագործակցություն կազմակերպության, այսպես ջատագով եռանդուն անդամ, մյուս կողմից սաբոտաժի է ենթարկում այդ որոշումները եւ այդ կառույցները դնում է կարծես Թուրքիայի հովանավորությունից դուրս կարգավիճակում, օրինակ ասենք սեպարատ ռազմավարական համագործակցության պայմանագրերը, որ Ադրբեջանը կնքում է Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի հետ, սրանք Թուրքիան շրջանցելու փորձեր են։ Եվ ուղղակի կասկածելի է մեր փորձագիտական եւ քաղաքական այն շրջանակներից հետո եւ անընդհատ պնդում են մեծ Թուրանը գալու է, մեծ խեղդելու է։ Մեծ Թուրանը ինքը իր ներսում չի կայանում։ Չի կայանում։ Սուվերենության դեմարշներ են իրականացնում նաեւ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները։ Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը ու միակ ասենք աղքատ երկիրը, որ Թուրքիայից ինչ որ ակնկալիքներ կարող ունենալ, Հրղստանն է, բայց ես չեմ կարծում, որ 21-րդ դարում որևէ երկիր իր սուվերենությունը զիջելու է հանուն ինչ որ մի վերազգային կառույցի, որը ով է կառավարելու, թե ինչու է կառավարելու, ինչպես է կառավարելու, հայտնի չէ։ Այս իմաստով Գանջայում Ալիևի ձեր նշած այդ ցուցադրանքը սոցիալական ցանցերում արժանացել է ադրբեջանցի վտարանդիների ծաղրուծանակին։ Այդտեսեք այսօր Գանջայում այդ խաղերը այսպես պոմպես բացվում են, նույն օրը Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է հոկտեմբերի 1-ից տրանսպորտի գները թանկացնելու մասին, ահա որ թանկ։ Մետրոյի մի երթևեկությունը արժի 60 կոպեկ։ Ասենք դա հաստատ ավելին է, քան մեր 100-150 դրամը։
նույն բանը սակագները տարածում են ներքաղաքային, մերձ քաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտային բոլոր միջոցների վրա։ Եվ ծաղրում են մարդիկ, ասում են, այդ երկաթե բռունցքը իրենից ինչ է ներկայացրել, մենք գիտենք։ Այսօր այդ երկաթե բռունցքը ալիև բարձրացնում է սեփական ժողովրդի դեմ։ Քաղաքական հետապնդումներ, մաֆիոզ բացահայտումներ, սոցիալական աղետալի վիճակ, ծանր վիճակ, այս վիճակում մնում է խաղարկել ինչ-որ մի բան, իդեպ ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության թիմերը հրաժարվել են օրինակ Գանջայի այդ խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հայտարարել է, որ մենք եկել ենք ֆուտբոլ խաղալու, թենիս խաղալու, մենք հավես չունենք, նման միջոցառումների ներկայանալու ցանկություն չունենք։ Այսինքն տարբեր հանարքներ, տարբեր միջոցներ, տարբեր ձևեր ալիև օգտագործում է որպեսզի ինչ անի։ Որպեսզի միջազգայինորեն ինքը լեգիտիմանա որպես Հայաստանին հաղթած եւ տարածաշրջանի խաղաղություն բերող երկրի առաջնորդ։ Սա է։ Բայց դա Բաքվում Ալիևի ելույթը լսող չկար։ Եթե իր կինը աղջիկները այնտեղ չլինեին Ջեյուն Բայրամովի եւ Հիկմետ Հաջիևի հետ, ապա պետք է ասենք, որ դալիճ դատարկ էր։ Չեն լսել։ Իսկ ի տարբերություն Հայաստանի վարչապետի ելույթի, որին ուշադիր լսում եւ նույնիսկ գրառումներ էր անում Թուրքիայի ներկայացուցիչ։ Տեսագրությունից երևում է Թուրքիայի ներկայացուցիչ։ Ադրբեջանի ներկայացուցիչ սկզբից մինչև վերջ նստած էր եւ լսում էր։ Միացյալ Նահանգների մակում ներկայացուցիչն է շատ ուշադիր հետևում։ Եվրամիության մի շարք երկրների ներկայացուցիչ։ Չէ, հենց ինքը Եվրամիության ներկայացուցիչն է։ Այսինքն այն բարով ասած, ժարգոնով ասած, այն պոնտը, որն մտադիր էր մակում ստեղծել, չհաջողվեց։ Ու բացարձակապես արձագանքներն էլ նույնիսկ իրենց ներադրբեջանական արձագանքները, եթե պաշտոնական հակին, մինվալած բան մի կողմ ես թողնում ու ասենք սոցիալական ցանցերին ես հետևում, բացարձական է, որ ինչի մասին ես դու խոսում։ Եվ ես կարծում եմ միջազգային հանրությունը պետք է բարձր գնահատի Հայաստանի վարչապետի հանդուրժողականությունը։ Որտեղ եթե Հայաստանի վարչապետը ցանկություն ունենար, ասենք, գոտկատեղից ներքև քաղաքական հարված ասել, ապա նա պետք է Ադրբեջանի նախագահին ասել, ես չեմ հասկանում։ Ինչպես կարող է Միացյալ Նահանգների նախագահի անունով կոչվող ճանապարհը անցնել քո անունով ստեղծված միջանցքով։ Չէ, ասում են, չէ, Ադրբեջանում ասում են Զանգեզուրի միջանցքը եկեք դրենք, կոչենք Իլհամ Ալիևի անունով։ Վարչապետը կարող է։ Բայց ես կարծում եմ խնայողաբար վերաբերվեց իրավիճակին, որովհետև դա արդեն կլներ ուղղակի, այսպես հասցեագրում, որ Միացյալ Նահանգների նախագահ նայեք, ես ում հետ գործ ունեմ։ Սա օգոստոսի 8-ին ձեր հետ հռչակագիր է ստորագրում, սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ամբերից հայտարարում է, որ Թրամփի ուղին անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Այսինքն իրեն բարձր է գնահատում, քան Միացյալ Նահանգների նախագահը։ Ածանցում է իր անվանն այդ։ Եվ ուղղակի գիտեք արտառոց է։ Ես հետևում եմ Հայաստանի վարչապետի մակում ելույթից երրորդ օրն է արդեն։ Ադրբեջանական ոչ մի լրատվամիջոց դրա ելույթի այդ շեշտադրումներին չի անդրադարձել, չի հակադարձել։ Ոչ չի ասել, դուք չգիտեք, որ դա Զանգեզուրի միջանցք, կարող են, չէ՞ ասել։ Կարող են։ Որևէ քաղաքական գործիչ, պատգամավոր, չգիտեմ, վերլուծաբան չկա, բացարձակ լռություն է։ Եվ նրանց փոխարեն հայ քաղաքական գործիչներն ու հայ փորձագետներն ասում, դա ալիև ճիշտ է ասում, ուզածը Զանգեզուրի միջանցքը ստացել է, պարոն Փաշինյան, ինչ կարիք կա ՄԱԿ-ի ամբիոնից կատու ճեղելու, այսպես կոպիտ ասած։
Ստեր բուն Ադրբեջան չկա։ Այսինքն իմաստը որն է, մենք ասում ենք ինչ, մենք ասում ենք չի լինելու Թրամփի ճանապարհ, լինելու Ալիևի ճանապարհ։ Քանի անգամ կարելի է միևնույն բանը կրկնել, հայտարարել, չգիտեմ տարբեր մատով ցույց տալ։ Մեկ առ մեկ օրինակ վարչապետը թվարկեց ինչ է լինելու։ Գնացք, ավտոճանապարհ, մալուխներ, խողովակաշարեր հնարավոր է եւ այլն, այսինքն սա միջազգային նշանակության ծրագիր է, որի քաղաքական պատասխանատուն Հայաստանն է, որովհետեւ դա Հայաստանի տարածքն է, անվտանգության պատասխանատուն արդեն Միացյալ Նահանգներն է եւ այն երկիրը, որին Միացյալ Նահանգները կարող է գործընկեր ընտրել, որովհետեւ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստան ԱՄՆ համաձայնությամբ կարող է ներգրավել նաև երրորդ երկիր կամ երրորդ երկրի որևէ իրավաբանական անձ այդ կոնսորցիումը ձևավորելու համար։ Այս բեկումնային ասեմ Հայաստանի համար բեկումնային նշանակության իրադարձությունը ինչի է ստորադասվում։ Որն է դրա այլընտրանք։ Ես անցյալ անգամ եմ ասել, միակ այլընտրանքը ձևակերպել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որ այնտեղ պետք է լինի ոչ թե Միացյալ Նահանգների ներկայություն, այլ Միացյալ Նահանգներ եւ BRICS-ի երկրներ։ Բայց BRICS-ի երկիր է Ռուսաստանը, BRICS-ի երկիր է Չինաստանը, BRICS-ի անդամ է Իրանը։ Այսինքն եթե Իրանը մասնակցում է այդ ծրագրին, նշանակում BRICS-ը արդեն այնտեղ է։ Մյուս բոլոր դեպքերում ես տրամաբանական հոդաբաշ առարկություն չեմ տեսել, չեմ լսել եւ գիտեք դա ամենևին էլ առավելություն չէ, որովհետեւ իշխանությունը, ցանկացած երկրի իշխանություն միշտ պետք է ունենա իր այլընտրանք։ Երկիրը իշխանությունը ամեն ինչ որ ասում եմ մարդկային է, ընտրություններ են սպասվում, պետք է ունենա թիմ, որ ասենք քաղաքացիական պայմանագրին փոխարինի, լրացնի, չգիտեմ, դաշինք կազմի քաղաքացիական պայմանագրի հետ։ Հայաստանում բոլոր կամուրջները վարվում են, եւ սրա բարձրակետը որն է, սրա բարձրակետը հանրապետական կուսակցության ՀՀԿ-ի փոխնախագահի հայտարարությունը։ Իմպիչմենտ փորձենք, կստացվի լավ, չի ստացվի, չի ստացվի էլի։ Չի ստացվի էլի լավ։ Չի, ասում եմ, չի ստացվի գոնե նախընտրական ռեսուրս կհավաքագրենք։ Այսինքն 7-8 ամիս հետո ընտրություններին այսօր ռեսուրս հավաքելու համար սկսում ենք իմպիչմենտի գործընթացը։ Կստացվի, կստացվի, չի ստացվի, չի ստացվի։ Հա, սա տրամաբանությունն է։ Իմպիչմենտը քաղաքական դատ է։ Այո։ Սու պետք է լինի մեղադրող, պետք է լինի տուժող, պետք է լինի պաշտպան։ Պատճառ։ Փաստը պետք է դու վկայակոչես, ինչի համար իմպիչմենտ։ Ոչ թե դուրս չես գալի։ Հա, ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինի։ Նման բան աշխարհում չկա։ Միացյալ Նահանգներում եղել է, չէ՞, իմպիչմենտի դեպք, կարծեմ Նիքսոնը։ Այո։ Հստակ ներկայացրել են մեղադրանք։ Իսրայելի վարչապետին փորձեցին իմպիչմենտի ենթարկել, հստակ ներկայացրին մեղադրանք Կատարի հետ գաղտնի կապեր ունենալու եւ փողերի լվացման համար։ Հիմա դու 44-օրյա պատերազմից 5 տարի հետո դու ասում ես Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է։ Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշը հաղթահարել է 2021 թվականի ընտրություններով, ստանալով 680 կամ չգիտեմ։ Ամեն դեպս 600-ից ավելի քվե եւ ձևավորելով իր պարլամենտական մեծամասնություն։ Դու ասել նա պարտության խորհրդանիշ է եւ դրա համար պետք է հեռանա, նշանակում է դու վիրավորում ես Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր քվեարկել են եւ ովքեր վաղ պատրաստում են քվեարկել։ Այս համեմատությունը մեր հայկական հայաստանյան ժողովրդավարությունը եւ ադրբեջանական դիկտատուրան մենք պետք է օգտագործենք իշահ Հայաստանի, այսինքն ժողովրդավարությունը պետք է լինի
այսպես խաղաղության ռեսուրսներից մեկը։ Եվ հաղթաթու։ Այո։ Այսինքն դու միջազգայնացնում ես քո խաղաղությունը։ Եվ եթե Ադրբեջանը չի կարողանում խաղաղության օրակարգից գլոբալ առումով շեղվել, նշանակում է դու այդ երկրին խաղաղություն ես առաջարկում կամ խաղաղություն ես պարտադրում մարդը, որտեղ ստիպված մարդը խաղի կանոնները ընդունում է, բայց խաղի կանոնները փորձում են նենգափոխել, ներկայացնել այնպես, որ պատերազմ հաղթել է, ինքն է ձևակերպել խաղաղության 5 սկզբունքները, բանի պայմանագրի նախագծի հեղինակը ինքն է, այսինքն ինքը այնտեղ ընդունում է, որ ոչ միայն ընդունում, այլ հեղինակել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունի մի սահման, որը եղել է խորհրդային միությունում։ Այսինքն 30 տարի, 25 տարի անընդհատ կրկնել է, որ չէ, բոլշևիկները Սյունիքը մեզնից, Զանգեզուրը մեզնից խլել են, նվիրել են Հայաստանին, դա մեր պատմական հողն է, մենք իրավունք ունենք վերադառնալ, այսօր ինքը հեղինակում է նման բան, եւ մյուս կողմից էլ այդ խոսույթի ինտերպրետացիաները, որ Հայաստանում են, հայ իրականության մեջ են շրջանառվում, պետք է հանրությանը խիստ անհանգստացնեն։ Դուք ասում եք հիբրիդային պատերազմին Ադրբեջանի բանակը չի մասնակցում։ Չի մասնակցում, որովհետև գիտի դրա գինը ինչ է։ Ու իր գրպանով չի։ Այո։ Բայց այդ հիբրիդային պատերազմը նա վարում է։ Այո։ Այստեղ մեկը մեկին մոսկովյան քաղաք տեխնոլոգիաներ են եւ մոսկովյան խոսույթ է։ Մոսկվայից են Հայաստանի միշտ ասել, որ դու գիտեք չէ, որ Զանգեզուրը Սյունիքը ձերը չի, դա մեր ձեզ տված նվերն է եւ ցանկացած բայի կարող ենք այդ տարածքի կարգավիճակի փոփոխության հարց քննարկել։ Հիմա քողարկում են, փորձում են, չգիտեմ ինչ ավտագային բաներ, խամաճիկներ են Երևան հանում, որ եթե ռուս չլինի, մենք Թուրքիայի հետ չի ստացվի, չէ, պետք է Գյումրիում անպայման ռուսական բազա լինի։ Այդ ոչ թե ներկա վիճակով, այլ խոշոր ավելի մեծ բան։ Ինչու, որովհետև թուրքերը մեզ կուտեն։ Բուն էությունը, բուն խոսակցության, խոսույթի էությունը երկու հայ-ադրբեջանական ձևաչափում պայմանագրին դեմ լինելն է։ Այսինքն Ալիևը փորձել է 44-օրյա պատերազմից հետո միշտ է փորձել է ոչ թե Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել, այլ Հայաստանի մասին Ռուսաստանի հետ պայմանագիր։ Ինչը կասեցվել է ոչ մեկ գեղեցիկ աչքերի սիրուն, այլ իհարկե Եվրոպան էլ իր արևմուտքն էլ իր անելիքն ունի 22 թվականի Պրահայի հանդիպմանը։ Այո։ Արդեն դրանից հետո Ռուսաստանի միջնորդությունը, Ռուսաստանի մասնակցությամբ կամ Ռուսաստանի հետ Հայաստանի մասին պայմանագիր ստորագրելու Ալիևի իդեա ֆիքսը դուրս է եկել։ Բայց ես կարծում եմ, որ վերլուծություններ են կատարում, իրավիճակ են գնահատում, թե ինչ կարող է լինել։ Ու հանկարծ ասենք, Իսրայելը նորից Իրանին հարվածեց, օրինակի համար։ Ու Իրանում վիճակը ավելի բարդացավ։ Կամ ասենք Թուրքիան եւ Իսրայելը բախվեցին։ Կամ թեկուզ Ռուսաստանը եւ Ուկրաինան հասան մի այնպիսի քրիտիկական բանի աշխարհի, երբ արդեն աշխարհը պետք է կանգնեցնի այդ պատերազմը, որովհետեւ այլընտրանքը միջուկային Արմագեդոնն է։ Այս դեպքում արդեն կարող է միջազգային քաղաքականության այսօրվա մատրիցան, այսպես ասենք, կարող է փոխվել, այլ չի շտապում դրա համար։ Իսկ պայմանագիրը նախաստորագրված է դե ֆակտո խաղաղություն է, դա իրեն լրիվ բավարարում է, մինչև տեսնենք ինչ կստացվի։ Իսկ գուցե կստացվի մի այնպիսի միջավայր,
որտեղ հնարավոր կլինի, ասենք այդ նախաստորագրած պայմանագրից հրաժարվել դասի գլոբալ խաղացողները հիմա եթե այսպիսի համաձայնության են գալիս հայ-ադրբեջանական պայմանագիր այդ կոնտեքստում ինչ է իրենից ներկայացնում։ Bizler հայ-ադրբեջանական պայմանագիրը կարող է նախադեպային լինել։ Պուտինը դրա համար է դեմ։ Որտեղ post-խորհրդային տարածքում կոնֆլիկտ է կարգավորվում 1991 թվականի սահմանների ճանաչմամբ։ Ինչը Պուտինը խախտում է Ուկրաինայի դեմ պատերազմ։ 2014 թվականից սկսած, Ղրիմից սկսած, անընդմեջ 10 քանի տարի խախտում է այդ բանը եւ երբ ասում են վերադարձ 1991 թվականի սահմաններին, Պուտինը ինչ է վկայակոչ։ Պուտինը ասում է, բայց Ուկրաինան երբ անկախացել է, գրել է, որ ինքը պետք է լինի ոչ բլոկային երկիր։ Հիմա ցանկանում է բլոկային երկիր լինել, դրա համար ես 91 թվականի իր սահմանները չեմ հարգում։ Կամ Լավրովն ասում է, մեկ տարածքի խնդիր չունենք, մենք ռուսախոս բնակչության շահերն պաշտպանում, Ալիև դրանից սարսափում է։ Չտա Աստված դա լեգիտիմանա։ Ավտոմատ ցակելու է Լեռնային Ղարաբաղից 150,000 մարդու էթնիկ զտման հարցը ակտուալանալու է։ Ալիև նույնիսկ այնքան հաշվենկատ եւ զգայուն է, որ Պաղեստինի անկախությանն է դեմ։ Ճանաչել է ինքը։ Դեսպան է։ Ռամալլայում դեսպան ունի։ Այո, Բաքվում։ Մահմուդ Աբասը Բաքվում դեսպան ունի, բայց բուն էությամբ ինքը դեմ է Պաղեստինի պետության ստեղծմանը, որովհետև եթե Գազայի այդ վայրագություններն են Պաղեստին պետություն ստեղծելու բանը, հիմնավորումը, ապա բնականաբար օրակարգ է գալու նաև Լեռնային Ղարաբաղում իրականացված իր մեկօրյա ահաբեկչական պատերազմը, մեկ օրտևի թե 720 քանի օր, որ հիմա Իսրայելում արդեն օրացույց պատերազմ է, մարդկանց դարերով այդ հողի վրա ապրած փոքրամասնությանը դու ահաբեկչական պատերազմով բռնատեղանության ես ենթարկել։ Որպես նման հարցերը, որպեսզի չակտուալանան, չքննարկվեն, պարբերաբար դիմում է նաև շանտաժի, Հայաստանի հասցեին դիմում է շանտաժի, որ հիշեք հա 44 օրյա պատերազմ է եղել, այդ պատերազմում մենք արդար ենք եղել։ Հիմա ես չգիտեմ Էրդողանը մյուս կողմից Անկարայից ինչի է հիշեցնում, որ այդ պատերազմը քո պատերազմը չի։ Պատերազմը իմ պատերազմը։ Սեպտեմբերի 27-ի ուղերձ բացարձակապես դա էր ասում։ Որ ատաղա խոքտ գլուխ թաղակին ամբողջ աշխարհն է գիտի թե ով է այդ պատերազմի քավորը։ Ես այս վիճակում էլ անորոշություն է Ալիևի մոտ, դա չգիտի Պուտինն ու Էրդողանը վաղ ինչ համաձայնության են գալու։ Իսկ որ կարող են գալ համաձայնության, դա ոչ ոք չի կարող բացառել, որովհետև չնայած այդ բանին, պաթոսին, պարզ է դարձել, որ Թրամփ-Էրդողան բանակցությունները այնքան էլ այն չեն, որովհետև Թրամփը կտրուկ դրել է, որ Ռուսաստանից էներգակիրներ չպետք է Թուրքիան գնի։ Իսկ Թուրքիան չի կարող։ Նախ այսօր շուկայում այդքան ապրանք չկա, վաղ կարող է լինել։ Երկրորդ տնտեսականից բացի այդ գործարքը նաև իր եւ Պուտինի ազնական կապող։ Հա, իհարկե, միլիարդներ։ Տասնյակ միլիարդ դոլարների շրջանառություն է, որից եւ ինքը ունի իր բաժինը եւ Ռուսաստանի նախագահը ունի իր բաժինը եւ Ադրբեջանի նախագահն ունի իր բաժինը, դրա համար սարսափում են, որ բացահայտում է արվում, ասենք Եվրամիությունը ադրբեջանական մի լցանավի նկատմամբ, 7 լցանավի նկատմամբ սանկցիա է կիրառել, բացարձակ պարզում է, որ սա ֆիկցիա է։ Պատկերացնում եք լցանավ ունեցող ընկերությունը գրանցված է Սումգայիթ քաղաքի բազմաբնակարան շենքի մի բնակարանում, որի այդ ընկերության, որի նախնական կապիտալը կազմում է 100 մանատ։ Հիմա 100 մանատ ունեցող ընկերությունը ինչպես կարող է մի քանի միլիոն, չգիտեմ, տասնյակ միլիոն դոլար արժեցող լցանավ ունենալ եւ զբաղվել միլիարդավոր դոլար արժեցող նավթի
ստվերային առևտրով։ Սա Պուտին Ալիև համաձայնությունը չէ։ Ալիևը ես կարծում եմ այնքան էլ ոչ մեծ ցանկությամբ է նման բաներ հրապարակում, բայց իհարկե հաշվենկատությունը, որ Ռուսաստանի հետ երբեք ճակատային բախման չգնաց, չի գնում եւ չի գնալու, սա մենք բոլորս պետք է հաշվի առնենք։ Մանավանդ նրանք, ովքեր ասում են Ուկրաինայից հետո Ռուսաստանը պատերազմ է սկսելու Ադրբեջանի դեմ, Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու է եւ Ղարաբաղցիներ պատրաստ եղեք, որ Ռուսաստանի հովանու ներքո վերադառնալու եք բան Արցախ։ Այս քարոզչական թեզերը բնականաբար առաջկա ամիսներին ավելի են խորանալու, ավելի են կատարելագործվելու եւ արտահայտչած ձևերով եւ տեխնիկական միջոցներով բնականաբար առողջ քաղաքական դաշտի եւ անկախ փորձագիտական հանրության խնդիրն է իրականություն ներկայացնել այնպես, ինչպես կա։ Շնորհակալ եմ, պարոն Աթանասյան, նաև ձեր օգնությամբ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեր եթերին մասնակցելու, մեր տաղավար գալու համար, ձեր այս մեկնաբանությունների, գնահատականների, նաև առաջարկությունների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին։ Միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Մենք լսեցինք մեր գործընկեր, քաղաքական վերլուծաբան, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանասյանին իր դիտարկումները կապված ադրբեջանական քաղաքականության վերջին զարգացումների եւ դրսևորումների հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժեք տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նույնցես։